օր առաջ ենք բերել Հոլանդիայից։ Իսկ շինությունը երբեք կառուցել։ Շինությունը վերջացրել եմ անցյալ տարի սեպտեմբերին կամ օգոստոսին։ Մեր ծրագրից օգտվել եք։ Սա իշքան ծրագիր կա, ամորա բոլորից օգտվել եմ։ Այսինքն հələ տպավորություն գլխականակը նորը հասե։ Մի ամիս շաբաթ, մի ամիս 10 օր։ Հիմա բանը մսատու թե կաթնատու։ Կաթնատու։ Քանի գլուխ է։ 66։ Երկուս կատավոզ։ Այս բանում ոլորտում առաջին ներդրումն է, ձեր թե եք ունեցել։ Անասնաբուծության։ Չէ, առաջինն է։ Այդ հողի այս ճանապարհի սկզբում որ նա ջերմոս կար, դա էլ այն։ Հա։ Վարդեր մեջը։ Հա, լավ է, գյուղատնտեսության ոլորտում եք։ Շատ լավ։ Հիմա մենք այս մեր մաքսիմումն է, որը ֆինանսավորում ենք։ Ոչ, պարոն վարչապետ, իրականում սկզբից փոքր պայմանագիր է կնքվել, հետո ավելի մեծ մասշտաբի գոմ են կառուցել, այսինքն եթե սկզբանե այդ մեծ պայմանագիրը կնքեինք, ավելի շատ կօգնենք, ավելի շատ կփոխհատուցեինք, ծրագիրը ցույց էր տալիս, բայց օգտվել են 50% գովի փոխհատուցում, 40% անասունների գնի փոխհատուցում, բազմաթիվ սարքեր են գնել։ Այսինքն ծրագիրը լավն է, հա։ Շատ լավն է։ Բան չի չեն շատ օգտվում։ Ես պատրաստվում եմ էլի օգտվեմ։ Ճիշտ եք անում։ Ճիշտ եք անում։ Մենք հիմա բան ենք անում, մենք պետք է մասշտաբներն էլ մեծացնենք։ Այսքան սպասեցինք, որ միջին մակարդակի բան լինի, բայց պետք է մեծացնել մասշտաբները։ Մեծ են ուզում մարդիկ, թող մեծ անեն։ Այսինքն իրանց փողը դնում են, պետությունն էլ հետո օգնում է։ Այսինքն փոքրով փոքրին էլ փոքրի համար չենք փակում, բայց վերևի սահմանաչափը պետք է էականորեն անգամներով պետք է մեծացնել։ Թող մարդիկ ներդրում անեն, բան անեն, աշխատեն, ինչ կա որ։ Լիզինգ ծրագրից էլ եմ օգտվել, ինչքան Բա որտեղ են կտվելու կովերը։ Այնտեղ կարող գնանք ցույց տալ։ Հա, գնանք։ Լիզինգով սարքել։ Հա, հասկացա, ստեյց մտնում են, հա։ Այսինքն իսկ երբ կսկսեք կթել։ Մայիսի վերջ։ Հիմա կաթը ինչ եք անելու։ Կաթը սկզբի ժամանակում կհանձնեմ։ Իսկ արդեն պայմանագիր բան ունեք։ Չէ, սկզբի ժամանակում կհանձնեմ, բայց մտադրությունն եմ ես ինքս վերահսկում։ Ավելի լավ։ Տարածքը կա, ձեր ծրագրերն են։ Հետո սարքերը էլի լիզինգով կգնեն, վերամշակ։ Այս սարքերն եք լիզինգով ձեռք բերել։ Այստեղ ինչքան ջրխմոցներ, վենտիլատորներ, կոլիչներ, այս դվիժոկը։ Կներեք, իսկ սրանք ինչեր են։ Սա հորթի բներ է։ Հորթի բու։ Հա։ Չէ լսել Իսկ եմ։ նա այդ կերը աղացող սարքն է։ Կերը աղացող սարք է, այն տրակտորն էլ է լիզինգով, այդ կարն էլ է լիզինգով, այն փաթեթավորման սարքն էլ է լիզինգով, այս հարնարաններն էլ լիզինգով։ Իսկ դուք բանից ուրիշ բիզնես էլ ունեք, էլի գյուղ ոլորտի։ Չէ։ Տղարանի սահմանային հատվածն է։ Այսինքն ստեղ օգոստոսից հետո նոր կսկսի աշխատել համակարգը։ Կարծում եմ մայիսի վերջում էլ երբ որ ծնեն, արդեն միանգամից կգան ստեղ։ Դելավը համակարգի կսարանա, դա էլ արի լիզինգով դերված։ Իսկ քանի մարդ է աշխատելու տարածքում։ Հիմա 3, բայց պլանավորվում է երևի 6 կամ 7, երբ որ կթվելու վաղ։ Բանն էլ պատմեք էլի, որ ոնց է ուզեցի աշխատող գտնել։ Ասեցի ձեր սոցիալական ծառայությունը, ասեցի որ ՍՊ-ն բացել, սենց, ասեցին լավ եղավ։ Հեռախոսի համարը տվեցի, զանգեցին, ով զանգում էր, ասում էր պահակություն եմ ուզում։ Չուզեցին աշխատեն, ես էլ հիմա հնդիկ 3 հոգի մարդ եմ վարձել եմ։ Բայց ասենք ինչ պետք է անեին, որ ավելի վատակ համ։ Կեր տային։ Բայց կերնել այն 5 գյուղական մեթոդներով չեն տալու։ Հա, այդ պատրաստի կերա պետք է լցնեն։ Այդ մեքենայով պրիտոմ, այդ մեքենան։ Ինչքան աշխատավարձ կտայիք։ Ես հիմա իրանց 200,000 եմ տալու։
Այսինքն 200,000 նաև առողջության ապահովագրության շահառու են դառնում մարդիկ։ Հա։ Իսկ տարածքում նախորդ անգամ մի անգամ էլ այցելից մեկի ժամանակ որ եկանք Խելացի անասնաֆերմա, էլի մասիսում Չենի էր։ զորակում էր։ Ես տեսել եմ ձեր այդ Զորակում, որ մի 1-2 կիլո։ չէ, մասիս խոշորացված համայնքում էր, էլի, հա։ Ահա։ Շատ լավ է, շատ լավ է։ Ուրախ եմ, մենք եկեք սահմանաչափերը բան անենք, որ Նախագիծը շրջանառվում է, պարոն ընդ որում 800 եւ ավել։ այսինքն այո, կարելի է կողքնել դնել, էնել դնել, այսինքն կարևորը Կոլուշ կեքը խփել եմ արդեն ստեղել եմ ուզում սակ։ Էս էլ ճիշտ եք անում, ճիշտ եք անում, ճիշտ եք անում։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, լավ եղեք։ Անվարչապետ Ախտովարի հետ կապված մենք մեծ խնդիր ունենք Մասիս համայնքում, քաղաքում չէ, խոշորացված համայնքում 4 տարի դատական process-ի մեջ էինք, անհասկանալի պատճառով համայնքը դատանում կրվեց։ Իսկ ինչն է վեճի առարկան։ Վեճի առարկան մենք մտել էինք հայցով, որ վարձակալած պայմանագրերը լուծենք, որ աղբավայրը փակենք, մենք համայնքի աղբը Երևան ենք տանում։ Ավելի թանկ է նստում համայնքի վրա, բայց տանում ենք Երևան, որ ամեն օր ծուղ գարշահոտություն է։ Հիմա դատարանը մերժեց մեր հայցը։ Հիմա տարբեր տեղերից անօրինական բերում դստում են աղբը գարշահոտություն ծուղ, միջև Արտաշատ, միջև Երևանի հասնում է։ Ես այդ մասով Ինչ եք ակնկալում, որ անենք։ միջնորդությունը շրջակա միջավայր տարածքային համայնք համատեղ ուսումնասիրություն անեն, օդի աղբվածություն ստուգեն, մենք հասկանանք այդ Ում խնդիրը։ գործն է, տեսչականի Տեսչական է բնապահպանությանանդակի, մոտ խոսում։ տեսչականի հետ։ Տեսչականը գալիս մի Այսինքն մոտիկ է բնակավայրից։ Քաղաքի մեջ է։ Քաղաքից մի կիլոմետր պրոբլեմա ամեն օր խնդիր ունենք։ Իսկ ով է մյուս կողմը, որ Մյուս կողմը հիմա Չէ, նկատի ունեմ մասնավոր է, պետական։ Մասնավոր է։ Նախին պաշտոնատար անձածից մեկի եղբայրն է։ Չենք էլ կարող առաջարկել ենք, որ այդ հողը 15 հեկտար տվեք համայնքին, համայնքը հող նվերտա ձեզ, պրստենք էլի այդ խնդրից չեն համաձայնում։ Մի հատ օդի աղտոտվածություն, Շատ լավ, մի հատ կնայենք, հարակից մի գետերով հատ կնայենք։ բացախ զիբիլա լսված։ Մի հատ կնայենք։ Տեսչական թողա մի հատ նայի, կարծիք տա, կնայենք։ Շատ լավ։ Բազմիցս դիմել ենք տեսչականին, գալիս 200 տուգանում գնում են, պետք է որ ստուգում ածում։ Առաջ։ 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 Գնացինք։